Արսեն Թորոսյանի մատնանշած այդ օրենքի նախագիծը, որ 2026 թվականի հունվարի 1-ից այն կենսաթոշակառուները, ովքեր որ անկանխի գնումներ կանեն, 20%-ով ետվերադարձ կլինի, ընդհանուր կանխի գնումների 20% ետվերադարձ կլինի։ Եվ օրենքի մեջ այո, բաց կա, որը դուք մատնանշեցիք։ Ենթադրենք մարդը պայմանական 500,000 թոշակ է ստանում կամ 80,000 թոշակ է ստանում։ 20%-ն ավելին է անում, եթե ամբողջական թոշակով անկանխի գնումներ անի, 20%-ն ավելին է անում, քան 10,000 դրամը։ Սա արդեն իսկ օրենքի թերացման կամ ասենք ոչ արդյունավետ, ոչ ճիշտ մշակված օրենք է։ Սա մեկ, երկրորդը թոշակառուները Հայաստանում շուրջ 600,000-ն են եւ ավելի եւ տարեստարի մեր թոշակառուների թվաքանակը ավելանում է եւ բավականին լուրջ խնդրի առջեւ է կանգնած օրվա կառավարությունը թոշակառուների ոչ միայն, ասենք տարեստարի թոշակառուներին թոշակ տրամադրել ամսական կտրվածքով, այլ նաեւ խնդիրի առաջանում այն նոր հասական գնաճը, որը ամեն օր մենք արձանագրում ենք Հայաստանի Հանրապետությունում գնումներ անելու եւ ծառայություններից մատուցվելու, այո, բավականին լուրջ խնդիր է առաջացնում եւ այն պետական բյուջեի կառուցվածքը, որ մենք այսօր ունենք, հնարավորություն չի տալիս կառավարությանը թոշակառուների թոշակը բարձրացնել պայմանական 5%-ով կամ 10%-ով կամ 7%-ով կամ պարզապես 25 թվականի գնաճը վերջնական հաշվարկան եւ այդ տոկոսային հարաբերակցությամբ 26 թվականի հունվարի 1-ից մեր թոշակառուների թոշակը բարձրացնեն, որպեսզի 26 թվականի այդ 12 ամիսների ընթացքում, թեպետ նույնպես գնաճը շարունակվելու, գոնե 25 թվականի կենսամակարդակը պահպանեն, այսինքն մեր թոշակառուները չշարունակեն ստանալ 26 թվականին այն թոշակը, որը ստանում են 25 թվականին, բայց ապրեն մի բան էլ վատ, քան 25 թվականին, եւ ոչ միայն 25 թվականին, այլ 26 թվականի գնաճն էլ, եթե գումարում են 25 թվականի գնաճին, եւ 26 թվականին շարունակել են ստանան այդ նույն թոշակը, որը 25 թվականին ստան, մեր թոշակառուների կենսամակարդակը ել ավելի է նվազում, հետեւաբար այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է 50%-ով ավելի լավ է մեր քաղաքացին սկսել ապրել, մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր երկրի վարչապետը Սինգապուրի վարչապետն է։ Ոչ, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուները տարեստարի ավելի վատ են ապրում, պայմանավորված լինելով, այո, նաև գնաճով։ Բայց տեսեք, 600,000 թոշակառուների քանի տոկոսն են ապրում Երևան քաղաքում եւ Հայաստանի խոշոր քաղաքներում, եւ քանի տոկոսն են ապրում գյուղաբնակ համայնքներում, սա մեկ, երկրորդը մեր կենսաթոշակառուների քանի տոկոսն են, բանկային քարտով թոշակ ստանում եւ քանի տոկոսն են ստանում հաճախելով փոշտ կամ աշխատակիցն է բերում ի վիճակի չլինելով թոշակառուն գնալ այդ գումարը ստանալ կամ պարզապես բանկոմատից օգտվելով առողջական խնդիրներից ելնելով։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք ուսումնասիրել են այդ ոլորտը։ Իհարկե ոչ, միայն այն, որ 10,000-ից ավել ետվերադարձ չի լինելու, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ օրենքը թերի է։ Լրացուցիչ մշակման խորապես ուսումնասիրման պետք է, որտեղ 600,000-ը մեր ազգաբնակչության շուրջ 20%-ն է անում։ Դուք հասկանում եք, մի օրենք են ընդունել, որը անդրադառնում է ազգաբնակչության 20 եւ ավելի տոկոսի վրա, եւ այդ օրենքը թերի է ոչ միայն 20% ֆիքսված լինելով եւ առավելագույնը 10,000 դրամ ետվերադարձ, այլ թերի է նրանով, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուների ոչ բոլորն են կարող անկանխի գնումներ անել, որովհետև ոչ բոլոր համայնքներում են այդ առևտրային կետերը, խանութներ, սուպերմարկետներ կամ հիպերմարկետներ կան եւ առավել եւս այն համակարգը, համացանցային համակարգը, Wi-Fi-ից օգտվելը եւ այլն։ Դուք պատկերացրեք, ասենք, մի հեռավոր գյուղում, որտեղ կա շուրջ 80 թոշակառու եւ որոնք ուզում են քարտով գնումներ անեն, բայց այդ գյուղական համայնքի, ասենք, խանութը կամ մոտակա քաղաքի խանութում այդ հնարավորությունը չկա, որ անկանխի գնում կատարեն եւ թոշակի այդ համաչափ անկանխի գնման արդյունքում ետվերադարձ լինի։ Այսինքն նշանակում է, որ նաև թոշակառուների խմբի մեջ է խտրականություն դրված, որտեղ այդ 600,000-ից կարող է շուրջ 280,000-ը օգտվեն այդ օրենքից,
Եվ այն մնացածը դուրս մնան այդ օրենքից, հետևաբար նշանակում է այն, որ այդ օրենքից օգտվելով դա նույնպես ցածր 2, 3, 4, 5, 6000 դրամի մասին է խոսքը գնում, որը բաժանենք ամսվա 30 օրերի վրա իրականում էական նշանակություն չի ունենալու այդ թոշակառուի համար եւ իր կենսամակարդակը չի բարձրանալու, բայց այն մնացածը, որոնք չեն կարողանում օգտվել այդ համակարգից, սա մեկ, երկրորդը թոշակառուների ոչ բոլորն են որ անկանխիկ գնումներ են անում ելնելով զուտ ավանդական մեթոդաբանությունից, այսինքն մարդիկ սովորեն, որ կանխիկ գնումներ ան, այսինքն բանկոմատից գումարը վերցնեն եւ պարզապես կոմունալ ծառայություններ վճարել, պարզապես բանկային խանութներից օգտվել եւ այսպես շարունակ, այնպես որ այս օրենքը ինքն իրանով թերի է եւ սա մեծ մանիպուլյացիա եւ մեծ անհարգանք է մեր տարեցների նկատմամբ, որ այսպես աշկակապություն անելով, թե իբր մենք թոշակները բարձրացնում ենք, բայց ոչ ֆիքսված, այլ պարզապես գնումներ կանեկան կանխիկ եւ ձեր թոշակները կբարձրանա, բայց այս մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի պատկերացնել բացառապես անկանխիկ գնումներ, անգամ երիտասարդության շրջանակում ու մնաց տարեց թոշակառուների։ Այդ մարդիկ անգամ սովետական միությունից սովոր են, որ իրենց ձեռքում, իրենց դրամապանակում, իրենց պորտմանում, այսպես ասած, լինի այո, կանխիկ գումարը, այդ մարդկանց հոգեբանությունը այդպեսին է, դու չես կարող 600,000 թոշակառուներին վերցնել եւ փոխել։ Այո, ճնշող մեծամասնությունը բանկային քարտով են գնումներ անում։ Այո, կան մարդիկ, որոնք գնումներ են անում խանութներում եւ անկանխիկ, բայց ոչ բոլոր, հետեւաբար այն որ Արսեն Թորոսյանը այդ օրենքի նախագծով փորձում է աշկակապություն անել, որ թոշակները բարձրանալու են 26 թվականին, այս մեթոդոլոգիայով, պարոն Թորոսյան, այդ մեթոդոլոգիայով չի աշխատելու 100% այդ օրենքը մեկ եւ երկրորդը մեր թոշակառուները շարունակելու են ապրել վատ իրենց կենսամակարդակը նվազելու է ավելին, քան 25 թվականը, որտեղ այդ նույն գնաճը եւ ավելի ահագնացող գնաճը սպասում է դեռ 26 թվականին։